Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նոր աշխարհակարգի ճանապարհին է Ալիևը, որն ի դեպ այսօրվա աշխարհակարգում դիրքավորվել է նախնադարյան բռնապետության եւ ավտորիտար կեցվածքով։ Համենայն դեպս մի քանի երկրի ներկայացուցիչ հավաքել է շուրջը, այս թեմայով համաժողով է անում, չի մոռանում մեղադրելու ու էլի մեղադրել հայերին, ամեն ինչի մեջ, մտքովն ինչ անցնի։ Եվ մի բարձր աստիճանի սուտ հայ-ադրբեջանական բարեկամության կառուցման մասին այն է, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը, ու այս խոսքից րոպեներ անց ձևակերպում է ռազմական առճակատման վտանգ կա։ Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսեւորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։ Ալիևը, որ մի քանի օր է Հայաստանի ուղղությամբ կրակելու սադրանքի սպառնալիքը օդում պահելու հրաման է տալիս, իր զորքին զուգահեռ խաբում, թե հայկական կողմն է կրակողը, Բաքվի այս տխրահռչակ համաժողովում ասել է, թե վստահության հաստատման նախաձեռնություններ իրենց առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում եւ հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Ձևակերպել է նման փոքր քայլերի օրինակ կարող է լինել լրագրողների հնարավոր փոխայցելությունները։ Հավաքվածների աչքին թոզ է փչում, ասում է քաղաքագետը, համոզում է, որ ինքը սուրբ է, հայերն են տարածաշրջանի ագրեսորը։ Նա հող է պատրաստում հաջորդ ռազմական գործողության համար։ Նա բոլոր այդ ներկայացուցիչներին հավաքում է, ասում է, տեսեք, Հայաստանը էլի չի համագործակցում, խաղաղություն չի ուզում, ես որ հարձակվեմ էլի Հայաստանի վրա, ինձ չմեղադրեք։ Գնդակը Հայաստանի դաշտում է, հին երգն է կրկնել ու հայերին նորից որակել օկուպանտ, ակնարկել, թե Զանգեզուրի միջանցք կոչվածը եղել եւ մնում է իր ամենամեծ երազանքը։ Համաժողովում էլ ըստ էության դրան հասնելու հնարավոր ագրեսիան արդարեցնելու նախնական փորձերն են։ Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ։ Հայաստանն ագրեսիայի արդյունքում իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից։ Ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչնդոտ։ Սա է Ալիևի բոլոր գործողությունների առանցքը։ Սրան են միտված բոլոր հավաքներն ու ելույթները։ Թեև Հայաստանը Ադրբեջանից անընդհատ խաղաղություն է ուզում, մասնագետի համոզմամբ պետք է հասկանա, որ Ալիևի մտքին ուրիշ սցենար կա։ Մենք Իրան չենք կարողանալ անցնել։ Մենք պետք է Ադրբեջանից թույլատրություն խնդրենք, որ գնանք մեղրի։ Իսկ դրանից հետո կամաց-կամաց այս օղակը սեղմվելու է։ Բացեիբաց է խոսում ռազմական առճակատման մասին, այն էլ տարբեր պետությունների ներկայացուցիչների առաջ, չերկնչելով անգամ, որ գործ ունի ինքնիշխան պետության հետ։ Ալիևը աշխարհին ուղիղ է ասում, պատրաստվում է նորից կրակել։ Վերջերս հասարակության շրջանում, մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տվել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները, հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը եւ այն, որ կողմերը 2007-ից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը, 2024-ին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով հետախուզումների դադարեցման չհայտարարման հանձնառությունը, հայտարարել են գերատեսչությունից։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, այդ թվում ԶԼՄ-ներում հրապարակվող հաղորդագրություններին։ Այս մասին ասել է Մարիա Զախարովան, մեկնաբանելով ադրբեջանական կողմի սահմանին կրակ բացելու մասին հաղորդագրությունները, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Բաքվին եւ Երևանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել վիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել նախագահ Շտայնմայերի կողմից պաշտոնական էջում Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո, ասել է Ալիևը։ Նա նշել է, որ սկզբում գերմանական կողմը չի ցանկացել հրապարակային ներողություն խնդրել, սահմանափակվելով միայն մեր մեջ ասած դա սխալ էր խոսքերով, սակայն Ադրբեջանը պնդել է, որ պաշտոնական ներողություն խնդրեն, դրանից հետո Գերմանիան ստիպված է եղել դա անել, ասել է Ալիևը։
Բաքուն եւ Թեհրանը մտադիր են կառուցել Իրանի տարածքով անցնող էլեկտրահաղորդման գիծ, որը Ադրբեջանի արևմտյան մասը կկապի Նախիջևանին։ Հարցը քննարկվել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի եւ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հանդիպման ընթացքում։ Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում առանձնահատուկ նշանակություն է տրվել հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանն ու շեշտվել արևելք-արևմուտք միջանցքի զարգացման կարևորությունը, մասնավորապես Ադրբեջան-Իրան ավտոմոբիլային եւ երկաթուղային կապի ստեղծումը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անտալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։ Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում կարգախոսով Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4800 ներկայացուցիչ 148 երկրից, այդ թվում 18 պետությունների ղեկավարների մակարդակով։ Մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները պատրաստ կլինի Հայաստանի Սահմանադրության նոր տեքստը, արդարադատության նախարարն ասաց ամիսներ առաջ։ Օրեր առաջ էլ վերահաստատեց աշխատանքները շարունակվում են, նոր մշակման փուլում է։ Մանրամասներ ասել չեմ կարող, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու եւ ուղղակի իբնե չի կարող լինել գաղտնի։ Նախ տեքստի հանրայնացման մասին սահմանադրագետը պնդում է, թե հաշվետվողականության ու ներառականության սկզբունքը խախտված է։ Սահմանադրության նոր տեքստի մասին որևէ տեղեկություն չկա, միայն հանրային խոսքից է հնարավոր ենթադրություններ անել, ինչը եւս աղքատ է մասնագիտական կարծիք հայտնելու համար։ Ներառականությունը ենթադրում է, որ երբ երկրումը սահմանադրական բարեփոխում է իրականացում, այն էլ մեր դեպքում արդեն նոր սահմանադրության ընդունման գծով է գնում։ Այն պետք է ենթադրի երկրում գործող քաղաքական ուժերի ներգրավում այդ process-ում, երկրում գործող հասարակական կազմակերպությունների ներգրավում process-ում, անկախ հայացքներից ընդդիմադիր կլինեն, թե կողետ գործակցող կլինեն։ 4 տարի այդ կազմը գործում է եւ հանրությանը զրոյական տեղեկատվություն են պաշտոնական տրամադրել։ Նոր սահմանադրություն ունենալու որոշումը փաստացի անցած տարվա մայիսին ընդունվեց, երբ Բաքվից արդեն գեներացնում էին Հայաստանի մայրօրենքի փոփոխության պահանջը։ Մինչ այդ ձևավորված խորհուրդը քննարկում էր ոչ թե նոր տեքստ գրելու, այլ պարզապես սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ։ Մասնագետը հիշեցնում է, այս ընթացքում է, որ Ադրբեջանը առաջին դեմքի մակարդակով շուրջ 30 անգամ ձևակերպել է Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Այս դեպքում անկախության հռչակագիրը մնալու է նոր սահմանադրության մեջ, թե ոչ։ Այս մասին պատասխանատուները հետևողականորեն լռում են։ Տեղեկություն չունենալով նոր տեքստի մասին տեխնիկական այս հիմքով սահմանադրագետը կարծում է, որ վտանգված է հենց անկախության հռչակագիրը, որն էլ Ալիևի կոկորդին է մնացել։ Սահմանադրական փոփոխության ժամանակ, եթե կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ շարադրել եւ դրութային հիմնարար փոփոխություններ անել կամ աղքային։ Նոր սահմանադրության ընդունումը գալիս է ասելու, որ նպատակ կա հենց սահմանադրության նախաբանում փոփոխություն կատարելու եւ անփոփոխելի դրույթներում, որովհետեւ սահմանադրական փոփոխության պարագայում սահմանության նախաբանը, որտեղ հղումը արկա է մեր անկախության հռչակագրին, փոփոխման ենթակա չէ։ Նոր սահմանադրություն գրելը հեշտ գործ չէ, ամիսներ է պահանջում։ Այս ձեռնարկը Հայաստանի իշխանությունը համարում է մեր երկրի ներքին գործը, բայց Բաքվում չեն հանդարտվում ու ամենօրյա ռեժիմով են սահմանադրության փոփոխություն ուզում, եթե ոչ պայմանագիր չեն կնքի։ Ստացվում է մոտ ժամանակներում դժվար է այդ տխրահռչակ թղթի ստորագրմանը հավատալ եւ մասնագետները հարցնում են, ով է թելադրում Հայաստանի մայրօրենքի փոփոխության օրակարգը։ Ջնջում, ավերում ու ոչնչացնում է Ադրբեջանը հայկական պատմամշակութային հուշարձանները բռնազավթված Արցախի տարածքում։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն է 2024-ի տարեկան զեկույցում անդրադարձել խնդրին։ Ավելին, կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարական կառույցների դեմ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ապահովել մշակութային եւ կրոնական ժառանգության վայրերը հետազոտելու եւ փաստաթղթավորելու համար։ Նման փաստերը բավականին կարևոր են մի քանի առումներով եւ տեղեկատվական դաշտում համապատասխան պայքար տանելու թեմայի հետ կապված իրազեկվածության աստիճանը բարձրացնելու եւ իրավական դաշտում կարևոր գործիք կարող է հանդիսանալ
համապատասխան դատական պրոցեսներում։ Զեկույցում հիշատակվում է նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը, ըստ որի Ադրբեջանը հայ բնակչությանը Ղարաբաղից ամբողջությամբ տեղահանելու եւ նրանց մշակութային եւ պատմական ներկայության հետքերը ոչնչացնելու համակարգված ռազմավարություն է իրականացնում։ 2024 թվականը մշակութային արժեքների ոչնչացման ծավալներով խիստ ահագնացող էր։ Այս պարագայում այս զեկույցը շատ ավելի կարևոր է, քանզի շատ ակրկտորեն է անդրադառնում եւ շատ ավելի ուղիղ հասցեական է անդրադառնում Ադրբեջանի կողմից արդեն մարդու իրավունքների խախտումներին կապելով դաժառանգության հետ եւ նաեւ շեշտադրում է վերադարձի իրավունքի եւ արցախահայերի իրենց հուշարձանների հետ հաղորդակցման իրավունքի կարեւորությունը։ Միջազգային մեկ այլ կազմակերպության Caucasus Heritage Watch-ի արբանյակային տվյալների հիման վրա արձանագրվել են մի շարք կրոնական վայրերի վնասներն ու ավերվածությունները։ Խոսքը մասնավորապես հայկական երկու գերեզմանոցների 19-րդ դարի եկեղեցու եւ վտանգի տակ գտնվող այլ հուշարձանների մասին է։ Հայ հետազոտողների տվյալներով 2020 թվականից մինչև օրս ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգության ավելի քան 570 կառույց։ Կարևոր ճարտարապետական կառույց էր Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, որը կրկին հիմնահատակ ոչնչացվել է։ Բացի դա նաև Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին է հիմնահատակ ավերվել, եւ այս դեպքում կարևոր է շեշտադրել, որ Կանաչ Ժամի հետ կապված սա ժառանգության խոշտանգում է նաև, որովհետև սկզբում նրանք պայթեցրին եկեղեցու գմբեթը, համարեցին ռուս ուղղափառ, այնուհետև Կանաչ Ժամը համարեցին աղվանական եւ հետո կողմնորոշվելով թե յուրացման ինչ քաղաքականություն ընտրեն, այն հիմնահատակը կետին հավասարեցին։ Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն առաջարկում է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը լսումներ անցկացնի Ադրբեջանում կրոնական ազատության խնդրի շուրջ։ Միջազգային հանրությունը սկսել է ֆիքսել հայերի դարավոր ժառանգությունը, պատմությունը ցինիկաբար ջնջում է Ալիևը։ Հարցնում են մասնագետները, իսկ երբ կձայնեն այս մասին մեր իշխանությունները։ Տելեգրամում կրկին անհայտ ծագման ալիքներ են ակտիվացել, որոնց բովանդակությունը հայերեն է, բայց կան հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս, Պաշտպանության նախարարությունից են հաստատում։ Այդ ալիքներում հրապարակվում են տարատեսակ տեղեկություններ, որոնք առնչվում են պաշտպանական ոլորտին, բանակային առօրյային, համառասարակ Հայաստանի Հանրապետության բանակին եւ նաեւ տեղեկություններ սահմանային տիպեր գրակոչների կամ որոշակի տեղաշարժերի վերաբերյալ։ Դուք մտածում եք, այսինքն, որ այդ ալիքները ստեղծվել են ադրբեջանցիների կողմից։ Մենք շեշտենք, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս, առանց մասնավորեցնելու, թե կոնկրետ որ երկրում են ստեղծվել կամ որ երկրից են այդ ալիքները վարում։ Պաշտպանության գերատեսչությունից չեն մասնավորեցնում, թե հատկապես որ ալիքների մասին է խոսքը։ Դրանք չթիրախավորելու նպատակով մտավախություն ունենալով, որ մարդիկ կսկսեն կենտրոնանալ դրանց ուղղությամբ, մեծաքանակ հետևորդներ հավաքագրել։ Մասնագետն ասում է, սովորաբար քաղաքացին չի կարող ինքնուրույն տարբերել կեղծ էջերը, հատկապես Տելեգրամում։ Շատ հեշտ այսօր հնարավոր է վարել կամայական լեզվով Տելեգրամի էջ ներկայանալ որպես երկրի նորություններ արտադրող տեղական Տելեգրամյան էջ, բայց լինել թշնամի երկրից, հա։ Հատկապես հիմա այդ ավելի է հեշտացել, եթե ադրբեջանական հատուկ ծառայությունները ունեն իրենց մոտ հայերեն գրողներ, հիմա առավել եւս հեշտ է, որտեղ արհեստական բանականությունով այդ հայերեն տեքստերը րոպեների ընթացքում կարելի է գեներացնել։ Անդրադառնալով բանակին, Պաշտպանության նախարարությունից հորդորում են բանակային դիրքերին եւ առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հենց Պաշտպանության նախարարության հետ, զգոն լինել։ Սենատոր Ռոն Ուայդենը ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը չեղարկելու առաջարկ է ներկայացրել։ Ուայդենն օգտվել է արտոնյալ բանաձևի իրավունքից, ինչը նրա առաջարկը դարձնում է օրենսդիրի առաջնահերթություն եւ պահանջում քվեարկություն առաջիկա 2 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ Սենատի հանրապետականների կողմից որոշակի աջակցություն ստացած առաջարկը հավանաբար կբախվի ներկայացուցիչների պալատում Թրամփի կուսակիցների հակազդեցությանը։ Նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ $500 միլիարդ է կորցրել Forbes-ի տեղեկացմամբ Թրամփին պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքների անկման հետևանքով ԱՄՆ նախագահի կարողությունը $4 միլիարդ 700 միլիոն նվազել է, հասնելով $4 միլիարդ 200 միլիոն։ Հիշեցնենք, որ վնասները սեփական մաշկի վրա զգացած մասը դիմել է Թրամփին մաքսատուրքերի սահմանման որոշումը վերանայելու խնդրանքով։
Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակ 3-ը, որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շուկայականին մոտարկված արժեքը 5,32,895 դրամ է, գրել է Փաշինյանը։ Թանկարժեք գույքից դեպի պետություն առավել մեծ հարկերի ներգրավում, որպես գլխավոր նպատակ էր սահմանված այս մոտեցումը, երբ որոշվեց կադաստրային արժեքը որպես գույքահարկի բազա փոխել շուկայականի մոտարկված արժեքով, ամբողջությամբ վերանայվեցին նաև հարկման դրույքաչափերը։ Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պնդում է, որոշման արդյունքում ավելացան ոչ թե թանկարժեք գույքերի, այլ միջին արժեք եւ ցածրարժեք գույքերի հարկերը։ Պատգամավորը փոփոխություն է առաջարկում։ Փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին եւ 2026 թվականի եւս 30-33% այդ աճը տեղի չունենա, նկատի առնելով, որ առանց էնել գույքահարկը պատիկներով մարդկանց բարձրացել է եւ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ եւ տարբեր սոցիալական այլ խմբեր դարձել է անտանելի գույքահարկի բեռը։ Աճի կասեցումը վերաբերում է մինչև 200 միլիոն դրամ գույքերին։ Ըստ հաշվարկների Երևանի կենտրոն վարչական շրջանում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը կազմում է մոտավորապես այնքան, որքան նվազագույն թոշակի չափն է։ Այսինքն միայնակ ապրող տարեցները ամբողջ թոշակը պետք է գույքահարկ վճարեն։ Հակասոցիալական է որակում նման մոտեցումը պատգամավորը։ Արձագանք հնչեց, հարկման կասեցումը ոչ մի խնդիր էլ չի լուծելու։ Եթե գայի կասեիք 50 միլիոն դրամ, միտեղ մտքովս կանցներ, հա, նորմալ է 50, բայց 200 միլիոն դրամի մեջ այնքան գույք է մտնում, այնքան նաև կոմերցիա է, նաև ամեն ինչ, որ ձեր ասածը արդեն մի քիչ հակասություններ է ստեղծում մտային։ Ավետիսյանը հակադարձում է, կոմերցիոն տարածքների համար այլ նախագիծ կա, քննարկվողը միայն բնակարաններին է վերաբերում։ Ասում է, հաշվարկներն էլ օդի մեջ արված չեն, ուսումնասիրություն է կատարվել։ 350,000-ից 400,000 դրամ է կազմում փոքր կենտրոնի բնակարանների տարեկան գույքահարկը։ Ֆինանսների նախարարի տեղակալն ասում է, նման թվերը ամբողջական պատկերացում չեն տալիս ու չափազանցված են։ Շուկայական արժեքին մոտարկված արժեքներով մեր բնակարանների եւ անհատական բնակելի տների շուրջ 90%-ը 88-ից 90% ունի համապատասխանաբար մինչև 23 եւ մինչև 25 միլիոն դրամ հարկման բազա։ Գերատեսչության ներկայացուցչի պնդումը հետևյալն է, նման դեպքում տարեկան հարկը կազմում է 20-ից 25,000 դրամ, այսինքն սա չի նշանակում, որ թոշակառուն իր ամբողջ թոշակը գույքահարկի վրա է ծախսում։ Քիչ են դեպքերը, երբ միայնակ թոշակառուն ապրում է նման թանկարժեք բնակարանում։ Եթե անգամ նմանատիպ մի քանի դեպքեր էլ կան, խնդիրը լուծվում է համայնքի միջոցով։ Եթե համայնքը կարծում է, որ դա անհաղթահարելի բեռ է այդ ընտանիքի համար, կարող է իր հայեցողությամբ որոշում կայացնել։ Գործող օրենքի կողմնակիցները տատիկ-պապիկների բարձրացնելը էմոցիոնալ համարեցին։ Թադևոս Ավետիսյանն էլ ասում է, էմոցիոնալ հարց չկա, կա ռեալ խնդիր, որը անհրաժեշտ լուծումներ է պահանջում։ Այն բնակավայրի գերեզմանների հարևանությամբ տեխնիկա է աշխատում, կուտակված մի քանի տոննա շինարարական ու կենցաղային աղբն են հեռացնում։ Մասիսի քաղաքապետի հանձնարարականն է։ Տեղեկացա, որ մարդիկ մոտավորապես մի 25-30 բեռնատար աղբ են տեղափոխել, մնացածը քանի որ շինարարական աղբա քարերա, ես չգիտեմ ինչ զիբիլա, հիմա հողով փակում են ու տարածքը վերցվելու է խիստ հսկողության տակ։ Կարճ ժամանակ առաջ էր, որ այսօր լրատվականն ու Շամշյանքում անդրադարձել էին այստեղ տիրող հակասանիտարական վիճակին։ Կաշահոտությունը մի քանի կիլոմետր էր տարածվում։ Արդեն 3 ժամից ավելի է Մասիսի համայնքապետի գլխավորությամբ մարդիկ մաքրում են։ Ժողովուրդ ջան, գոնե հիմա մաքուր պահեք։ Ընդհանուր առմամբ մոտ 250 բեռնատար աղբ է հեռացվել, տարածքը բերվել է նախկին տեսքին։ Իդեպ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քաղաքապետի կողմից մի քանի հատվածներում տեսախցիկներ են տեղադրվելու։ Դրանք հնարավորություն կտան վերահսկել, որպեսզի տարածքը նորից աղբանոցի չվերածվի։ Նորից հոտը խեղդվում մեզ։
Նոր վարչական շրջանի Նանսենի փողոցում 1 տասնամյակ է գարշահոտը չի վերանում։ Հակասանիտարական վիճակը եւս պատուհան բացել քաղաքացիները գրեթե չեն կարողանում։ Այստեղ այստեղից է սաղ դուրս տալի։ Դիտավորեն այստեղից է։ Մի հատ ընդեղ է նայնում, սենց լրիվ, սենց լցումա, այստեղից է ուր պետք է գնա։ Մաշված դիտահորերի պատճառով այդ կեղտաջրերը դուրս են գալիս կամ կուտակվում թիվ 62 դպրոցի բակում կամ էլ լցվում ավտոտնակներն ու նկուղները։ Կեղտաջրերի հոսքը հաճախ շատ ուժեղ է լինում։ Տեղից է սենց գալիս է։ Քաղաքացիներն այս վիճակը պայմանավորում են նաև հարևանությամբ կառուցվող շենքերի թվի ավելացման հետ։ Գոյողատարերը եւ դիտահորերը չեն դիմանում ճնշմանը, դրանք պետք է փոխել։ Շենքերն շատացել է մասիվի, արդեն չի հերիքացնում կանոններով, բայց դեռ մեջը որ բացը քանդի քարափ է լուկերի մեջ։ Բնակիչները պնդում են, որ այս անցքերը թորել են առնետները։ Երբ կոյուղին դուրս է գալիս, բնակիչները տեսնում են, թե ինչպես են առնետները վխտում։ Ու այս խաղահրապարակի տակով ամբողջ կեղտը լցվում է բնակիչների ավտոտնակներ իջնում դեպի Լվովյան փողոց։ Բնակիչները սակայն վիճակի պատասխանատուին այդպես էլ չեն գտնում։ Վեոլիա ջուրն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միմյանց վրա են գցում խնդրի հիմնովին ու վերջնական լուծումը։ Միայն կարճաժամկետ ինչ-որ քայլեր են ձեռնարկում։ Ասում են իրենք վճարումները պարտաճանաչ են կատարում, ուզում են, որ պատասխանատու կառույցներն էլ նման կերպ մոտենան իրենց պարտականություններին ու խնդիրը կարճ ժամանակում լուծեն, քանի որ օրերը տաքանալուն պես վիճակը սրվելու է։ Ապրիլի 8-ին 28-ամյա Հայկը Mercedes Sprinter-ով Երևան-Գյումրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին շրջվել ու հայտնվել դաշտում։ Վարորդին առաջին օգնության է հասել այդ պահին անցնող մի երիտասարդ բժիշկ, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Հետո ահազանգել է աշտարակ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։ Երիտասարդին ապա տեղափոխել աշտարակ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդ համնակապված է եղել դրա համար մեքենայից դուրս չի հայտնվել վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհին եղած ասֆալտի նստվածքն է եղել, որը անձրևների ժամանակ ավելի վտանգավոր է դառնում։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ եւ նա ավտոմեքենայից դուրս չի հայտնվել, քանի որ եղել է ամրակապված եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ապրիլի 8-ին Արագածոտնի մարզի Կայք գյուղի սկզբնամասում մեքենա է այրվել։ Սկզբում 26-ամյա վարորդը պայքարել է Volkswagen-ում առաջացած կրակի դեմ, հետո արդեն ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Մեկ հոգի տեղափոխվել է ապարան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։